լավ կետում ենք։ Լավ կետում ենք այն իմաստով, որ փաստորեն մենք ղազախական ցորենին ենք սպասում, պարզվեց ռուսական ցորենը դրանից առաջ կարող է ընկնել եւ գալ հասնել Հայաստան։ Սա ինչի ցուցիչ է։ Սա նրա ցուցիչ է, որ այլևս տարածաշրջանում հերու մոտիկ բոլոր երկրները հաշտվել են այն մտքի հետ, որ խաղաղությունը եկել է եւ արդեն փորձում են այդ հանգամանքից գումար աշխատել։ Ղազախստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, այսինքն այն հիշում եք, չէ, բարերի շուրջ մի 2 ամիս վիճեցինք անխոչնդոտ, փոխադարձ առավելություններով, դա ինչ է նշանակում։ Ահա, խնդրեմ, անխոչնդոտ ցորենը, սկզբում ռուսական, շուտով նաև ղազախականը կհասնի, անխոչնդոտ անցավ եւ ոչ ոք չհետաքրքրվեց։ Գնաց խավարի ազգությունը, ում տեսավ ճանապարհին, ում չտեսավ, քար շպրտեցին, քար չշպրտեցին։ Եվ այդ փոխադարձ առավելությունները իհարկե որ այն երկրները, որոնց տարածքով ցորենի թունավորման մասին առանձին խոսենք իհարկե, դրա հավանականության մասին, այդ միֆի մասին, բայց ուրեմն նաև այդ երկրները արդեն գումար են աշխատում։ Եվ դա լավ է։ Մենք էլ պետք է փորձենք նույնը անել Հայաստանի տարածքով տարանցում թույլ տալու ճանապարհով, ինչի պատրաստակամություն իհարկե մենք հայտնել ենք։